Կարծում եմ բավականին մեծ հավանականություն կա եւ մոտակա մի քանի օրվա մեջ երեւի դա արդեն ըստ օրենքի մենք դա կտեսնենք, որ Դաշնակցությունը այս անգամ էլ նույնպես կկազմի կոալիցիա Հանրապետականի հետ, այստեղ կա նաեւ որոշ քաղաքական տրամադրություն, Դաշնակցությունը բավականին լուրջ դեր է խաղում նաեւ Սփյուռքում, Դաշնակցությունը բավականին կարեւոր, ասենք, գաղափարախոսական առումով դիրքորոշում ունի նաև Արցախյան հակամարտության տեսանկյունից եւ բացի դրանից նաև կարծում եմ, որ հանրապետականները ունենալով նմանատիպ համոզիչ հաղթանակ նաև համենայն դեպս կցանկանան ունենալ ավելի լայն քաղաքական հիմքեր ոչ միայն, ասենք, հասարակության մեջ, ոչ միայն նաև իր սեփական կուսակցության վրա հիմնվելով։ Դրա հետ մեկտեղ նաև չնայած կարծում եմ ելքը բավականին լուրջ եւ կարելի ասել ոչ միայն անդիմադիր, այլ որոշ չափով բալանսավորվող ուժ կարա դառնա խորհրդարանում, բայց մենք նաև պիտի արձանագրենք, որ ընդդիմության բավականին զգալի մասը լինելու է այս պահին արդեն ոչ խորհրդանական եւ այդ առումով կարծում եմ նաև մենք կարող սպասենք, որ եւ կապ չունի ունենանք մենք լուրջ տնտեսական ինչ-որ զարգացումներ, ինչ-որ դրական փոփոխությունները, բայց քաղաքացիական այդպես կոչված ակտիվությունը ավելի կուժեղանա, որովհետեւ այն ուժերը, որոնք որ ասենք չմտան խորհրդարան, կարծում եմ այս պահին կփորձեն ավելի ակտիվ լինել նաև այդպես կոչված հասարակական քաղաքական դաշտում, քաղաքացիական ակտիվիստների ասենք գործունեությունը կուժեղանա։